Պարոն ընդդիմության այս պահվածքը, հա, չի վնասի հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ մարդը, որը падգամավոր է դառնում եւ այդտեսակ գրառում է անում, խնդիր չի առաջացնում։ Ինչ գրառում։ Ձեզ մեղադրում Ձեզ ասում է թերքամետ Դե դա նորություն չի, հիմա մենք սովոր ենք, եթե դուք նկատել եք, շատ մեծ հավանականություն կա, որ ըստ երևույթին ուժեղ Հայաստանը գալու է եւ Հայաստան դաշինքի նիշն է վերցնելու, այդ դավաճան, բան, թրքամոլ, թրքաբարո, թրքածին, եսիմինչ եւ տեսանք Հայաստան խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ, կրճատվեց առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Նրանք ես միանշանակ, ես հիշում եմ 2021 թվականին, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը ինձ էլի այտենց այդ ոճի մեջ հաստատվեց, ես ասացի, տեսեք, ամբողջ քարոզարշավ դուք անցկացրել եք այս դավաճան բան պիտակներով, տեսեք, եկա մենք հաղթեցինք, չհազդեց դա, հասկանում եք, դա լավ չի ազդում ձեր վրա։ Ես ես խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որտեղ մարդիկ պատասխանը տվել են արդեն ով է դավաճանը, ով է օտարամոլը եւ այսպես շարունակ։ Մի շարունակել դա։ Չլսեցին, տեսակ իրանց հետ ինչ եղավ։ Հիմա ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է, եթե իրանք ուզում են շարունակեն, շատ լավ, իրանք կկրակեն իրենցից կբոդքին։ Պարոն Ռուբինյան, ուզում եմ նաև հարցնել մի պնդման վերաբերյալ, որ ընդդիմադիրները այս երկրորդ օրը արդեն անում են, այս փոփոխությունները, որ արվեց քաղաքացիության հետ կապված այդ ընտրական իրավունքի սահմանափակման, ասում են, որ ըստ էության նպատակը այդ հանրաքվեի հետ կապված շեմի փոփոխությանը հասնելն է, որ հետո դուք սահմանադրության բացարձակապես նպատակը մեզ ապահովագրելն է Հայաստանի չէ, ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ օրինակ արտերկրում մասսայական ընտրակաշարք կբաժանի եւ կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Դա բաց ուղիղ նպատակն է եւ կհամաձայնեք, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման ռիսկ կա։ Պարոն Ռուբինյան, բայց արդյոք այն չափ են այլ երկրից եկել մեր եթե դուք վտանգավորության չափ կար դրա, դե ուրեմն դուք ձեր հարցով չեզոքացնում եք ժողիկի պնդումը, որովհետեւ եթե այդ չափով չեղե, ուրեմն ուրիշ նպատակ էլ չկա։ Այսքան եղել է։ Չէ, բայց կարծում եք դա ազգալի տեսեք, խնդիրը չափը չի է, կարող է եղել ազգալի, կարող է չի եղել, թվերը կարելի է նայել, բայց այդ հնարավորությունը կա, չէ՞, մենք լսել ենք, չէ՞, ազանգերը, որ օրինակ արտերկրում ընտրակաշարք են տալիս, եւ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշարքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել եւ չեզոքացնել, քան երբ որ դա տեղի է ունենում արտերկրում։ Էլ չեմ ասում, կան նաեւ եղել են նաեւ հաղորդումներ արտերկրում ազդեցության, ճնշման մասին, որը էլի դժվար է մեր իրավապահ մարմիններին դա անել արտերկրում։ Մարդու այո, չի խախտվում, որովհետև մարդը, քաղաքացին, այսպես թե այնպես ունենում է ընտրելու իրավունք։ Հիմա դուք օրինակ ունեք հիմնարար ընտրելու իրավունք, բայց այդ իրավունքը որոշակի բյուրոկրատական ընթացակարգի ենթարկա է, չէ՞, դուք օրինակ չեք կարող ուղղակի զարթնել եւ գնալ ընտրության, եթե դուք գրանցում չունեք։ Դե նախ գրանցում ունենաք, չէ՞, ձեր անունը արտահայտվի ցուցակները, որպեսզի կարողանաք ընտրեք։ Մտեսականորեն, եթե դուք չգնաք ոչ միտեղ չգրանցվեք, դուք կլինեք քաղաքացի, որը ունի ընտրելու իրավունք, բայց թղթաբանորեն դա իրան հասանելի չի։ Հիմա նույնն էլ այս դեպքն է, ցանկացած քաղաքացի, որը այս սահմանված ժամկետում ապրած կլինի Հայաստանում, ինքը կունենա քվեարկելու իրավունք։ Պարոն Ռուբինյան, դեպք Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ կապված ըստ էության այս պահին իշխանությունը 2/3 չունի սահմանադրությունը փոխելու համար։ Պատկերացում կա, ի վերջո ոնց եք հասնելու ձեր այս նաև նախընտրական ծրագրում ամրագրված խոստմանը։ Դուք քննարկենք կհասկանանք։ Պարոն Ռուբինյան, վերադառնալով նախորդ թեմային, տեսեք, այնքան նորություններ կա, եթե 6 ամսով եք դնում, կա համար ուզում ա գա, որ այդ 6 ամսվա բանը բայ, բայց չգիտեմ, տեխնիկական խնդրով այդ թռիչքը տեղի չի ունենում եւ ինքը նախատեսված այդ կեսը տարվա չի կարող Հայաստանում անցկացնել 180 Նարեկ ջան, տեխնիկական խնդրով կարող մի անգամ թռիչքը տեղի չի ունենում, այսինքն հաջորդ թռիչքով կգա։ Հաջորդ թռիչքով կգա Փարքաստու Հայաստան բազմաթիվ թռիչքներ են տեղի ունենում, նախկինի պես չի, որ մի տեղ էր թռնում եւ չգիտեմ շաբաթը մեկ անգամ տրված է, հա, ճիշտ է, տրված է միայն կրթության նպատակով դրսում գտնվող եւ դիվանագիտական ծառայություն իրականացնողների նրանց ընտանիքի անդամներ, այդ առողջապահական խնդիրներով երկրից դուրս գտնվողները ինչու պետք է զրկվեն։ Նարեկ ջան, դե անընդհատ կարելի է ասել, բա այս խումբը, միտքը հետեւյալն է, որ տրամաբանական կլինի, որ Հայաստանի ճակատագիրը որոշեն այն մարդիկ, ում շահերի կենտրոնը կենցաղական
կենցաղային շահերի կենտրոնը Հայաստանում է եւ բ տրամաբանական կլինի, որպեսզի մենք ապահովագրենք մեր երկիրը չարամիտ ապօրինի ազդեցությունից, որը կարող է իրականացվել արտերկրում կամ արտերկրից։ Հիմա համաձայն եք, չէ՞ որ կա այդ խնդիրը, երևացել է առնվազն այդ խնդիրը, չէ՞։ Հիմա մենք պետք է այդ խնդրին անդրադառնանք։ Իսկ ինչ վերաբերում է պնդում են, ասում են հակասահմանադրական է, շատ լավ, եթե պարզվի հակասահմանադրական է, սահմանադրական դատանը կասի հակասահմանադրական է, բայց մենք խնդրին պետք է անդրադառնանք։ Իշխանության ճնշումների ներքո չի գտնվում, ենթադրյալ ճնշումների ներքո չի գտնվում սահմանը։ Բայց եթե ենթադրյալ ճնշումների ներքո է, ինչի այն ժամանակ որոշում կայացրեցին, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ազատվեց, այսինքն հոդվածը հակասահման չէ, դրանից առաջ էր կազմը փոխվել, այս կազմի առնվազն կեսից ավելին այն ժամանակ Սահմանադրական դատարանի անդամ էին։ Եթե դա ճնշումով լիներ, տեղի չէր ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, այն ինչ տեղի ունեցավ, կամ հակառակը, այն ինչ որ պետքա տեղի ունենար, տեղի կունենար։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ կրկին վերադառնանք Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու այդ փուլին։ Դուք անցած 5 տարիներին ձեր ելույթները, ձեր գործելավոճը բավականին սուր եւ քննադատողական է եղել ընդդիմության նկատմամբ։ Ես ուզում եմ հարցնել, այս դեպքում արդեն դուք ընդհանուր խորհրդարանի բնականon գործունեությունը ապահովելու ոնց որ երաշխավորը պետք է լինի։ Ես հիմա էլ եմ այդպեսին որպես փոխնախագահ։ Այդ առումով շատ բան չի փոխ։ Հա, այդպիսի մեկնաբանություններ են հնչեցնում նաև մամուլում եւ այլն, որ այդպիսի գնահատականներ հնչեցնում են որոշ թերթերի խմբագրեր, որոնք իրանք խնդիր ունեն հավասարակշռության հետ, որոնք աչքի են ընկնում անդաստիարակությամբ, բայց դա իրանք խնդիրն է։ Միջոցների վերաբերյալ ոչ կորեկտ ձևակերպումներ եք անում։ Ես շատ կորեկտ ձևակերպումներ եմ անում, նախ դուք չգիտեք ես որ լրատվամիջոցներին եմ ասում, բայց եթե շատ եք ուզում կարող եմ անվանական էլ ասել, բայց չգիտեմ դա ձեզ ձեռնտու կլինի թե չէ։ Բայց կան այդպիսի կարծիքներ հնչեցնում են տարբեր գլխավոր խմբագիրներ, որոնք ամենայն հավանականությամբ սնվում են օլիգարխների ձեռքից, որոնք զուրկ են դաստիարակությունից, զուրկ են պարզ մարդկային պարկեշտությունից, բայց ես նրանց հետ ոչինչ չեմ կարող։ Նկատում ձեր ներթիմային որոշումների վերաբերյալ ինչու են ըստ ձեզ հնչում տարբեր քաղաքական։ Ես շատ իմամ, ձեր գոլեգաներն են գնացել։ Չէ, ես քաղաքական գործիչներից եմ հարցնում։ Չեմ հասկանում ձեր հարցը։ Քաղաքական գործիչների կողմից ձեր տեխնոլոգիան հետ կապված այս մեկնաբանությունները։ Չէ, դա նորմալ է, բայց առաջադրվել է Ազգային ժողովի նախագահի տեխնացուն, նորմալ է որ կարծիք հայտնեն։ Նորմալ չի իհարկե որ այդ կարծիքները հիմնված լինեն զրպարտության վրա, բայց ոչինչ հիմա սովորեցնենք ինչ Պարոն Ռուբինյան, դուք որոշեցիք առաջադրել, հիմա թիմից ասացին այդ։ Չէ, ես որոշեցի։ Եվ որ փուլում եք այդ որոշումը կայացրել, այսինքն երբ որ առաջադրումները սկսվել է, թե Այո, առաջադրումների սկսելուց 1-2 օր առաջ։ Պարոն Ռուբինյան, դες մեկ հարց մի փոքր իշմես հնարավոր է հնչել է։ Ինչ են նաև ասում են դեռ Սահմանադրական դատարանում վերջնական չնորությունները վիճարկում են, բայց ԿՊ-ում պաշտոնների բաժանում են անում, ասում են հասարակ Սահմանադրական դատարանի որոշում չեն հարկում, չեն ստացվում։ Նախ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են, բայց թողեք պատասխանեմ, էլի։ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են թե ում որ պաշտոնին են առաջադրելու։ Իսկ պաշտոնին ոչ թե բաժանվելու է, այլ պաշտոնին ընտրելու են Ազգային ժողովի падգամավորները, երբ որ գա ձևավորվի նոր խորհրդարանը։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան, բանդիմությունին չի սպասում Սահմանադրական դատարանի որոշման եւ քննարկում է մանդատները վերցնել թե չվերցնել։ Իրանք ինչ գիտեն։ Չէ, քննարկում ասում են մեր ընտրողների 60%-ը ասում է վերցրեք, 40-ը ասում է մի վերցրեք։ Մամուլում այդ նույն ձեր սիրած մամուլում քննարկվում է այս ինչին կառաջադրեն այժմ փոխնախագահի պաշտոնին թե չեն առաջադրի եւ այսպես շարունակ։ Եվ հաջորդը, մի վարքյան, եւ հաջորդը շատ լավ իրանք դիմել են Սահմանադրական դատարանը իր վճիռը կկայացնի, բայց մենք գիտենք, չէ՞ որ ընտրությունները արդար են անցել, թափանցիկ են անցել, մի վարքյան։ Հասկացանք, բայց մենք էլ վստահ ենք, չէ՞, մենք մեր աչքերն ունենք, չէ՞։ Որևէ խնդիր չկա։ Բայց դուք ասում եք որ ներողություններ Դե նայեք, մի մասու ասեմ, հա, պատասխանեմ, երկակի է իմ մոտ էմոցիաները, բացատրեմ ինչու։ Մի կողմից ես կարծում եմ, որ այդ երկու խմբակցությունները հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև փորձ են կատարել ընտրակաշառքների միջոցով բռնազավթել Հայաստանը, բառից բուն իմաստով բռնազավթել Հայաստանը եւ դնել օտարերկրյա ազդեցության տակ։ Մյուս կողմից իրանց մեջ նաեւ կան քաղաքական գործիչներ, որոնք ես կարծում եմ, որ պետք է
իրենց պատասխանը ստանան, որովհետև իրանք մեզնից հեռու գնացել իրանք, չգիտեմ, տարբեր տեղերում, ինչ ասել են, օրինակ այսօր եմ ես դրան անդրադարձել, կա Սերժ Սարգսյանի հանրապետական մարզպետ նախկին, որը ոչ ավել ոչ պակաս, այս վերջերս հայտարարել է, վերջի մի քանի տարվա մեջ էլի, հայտարարել է, որ ինքը ցանկանում է, որ հայ սակրավորը մահանա, զոհվի, ասել է ես ցանկանում եմ, մենք ցանկանում ենք, որպեսզի հայ սակրավորները, որոնք կմտնեն ականապատ դաշտ, պայթեն եւ այդ դաշտից կամ նրանց մարմինները հանեն կամ ժողովուրդը խանգարում է։ Մի վայրկյան, կթողեք պատասխանեմ։ Հա, սխալ չեմ մեջբերում, ուղիղ մեջբերում եմ, ու սրանից հետո ինձ չընդհատեք։ Հա, ասում է, ես ցանկանում ենք, որպեսզի դուրս բերեն կամ նրանց մարմինները, կամ նրանց վիրավոր մարմինները։ Հիմա ես կարծում եմ, օրինակ այդ կոնկրետ այդ մեկի դեպքում, ես չեմ ուզում ինքը գա ազգային ժողով, որտեղ ես կարծում եմ, որ հայ զինվորի մահը ցանկացողը չպիտի լինի падգամավոր։ Հիմա ես կոչ եմ անում ուժեղ Հայաստան խմբակցությանը ձևավորվելի կամ ուժեղ Հայաստան կուսակցությանը, բայց կթողեք մի հատ ավարտեմ։ Հիմա ես չեմ լսել բացի իրանից այդ կուսակցության մյուս ներկայացուցիչների կարծիքը այդ հայտարարության վերաբերյալ։ Կարող է պարզվի իրանք ասում են, չէ, մենք համաձայն չենք։ Բայց շատ լավ, եթե համաձայն չեն, ուրեմն պետք է հայտնեն եւ Էդգար Ղազարյանին, այդ մարդուն, ասեն դի մանդատը մի արի ազգային ժողով, որովհետեւ չի կարող մարդը, որը ցանկանում է հայ զինվորի մահը, որը ցանկանում է, որ հայ սակրավորը պայթի ականի վրա, չի կարող լինել падգամավոր։ Հիմա տարբերակ մեկ, իրանք եթե հորդորեն, ես դա կգնահատեմ, կողջունեմ հրապարակայինորեն։ Տարբերակ երկուս, եթե իրանք չեն անում դա նշանակում է, որ իրանք կիսում են քաղաքական պատասխանատվությունը այդ հայտարարության։ Այն է հայ սակրավորը պետքա պայթի ականի վրա։ Մի վայրկյան, ներողություն, չեմ ներում, որովհետև պետքա թողեք ես ավարտեմ։ Հա, ես էլ պետքա չէ պատասխան, դուք հարցը տալիս եք, որ ես պատասխան։ Հետևաբար ես չեմ ուզում նշյալ սուբյեկտը դառնա падգամավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, էս է իրավիճակը, հիմա գալիս են, թող գան, չեն գալիս, թող չեն։ Հիմա ես էլ էլի կներես, էլի հարց եմ ուզում տամ։ Չես լսում։ Իշխողուժն էլ իր հերթին չի դիմում։ Հարց է տալիս փայլակը ձեզ, ասում է չեք լսում։ Որտեվ 3 անգամ փորձ արեցի։ 3 անգամ փորձ արեցի։ Մի ճնշեք։